Պարոն Դավթյան, խոսեցիք ազդեցությունները բացառելու մասին, արդյոք նաև ձեր պաշտոնավարման փորձը հաշվի առնելով եք առաջ քաշում այս անհրաժեշտությունը, արդյոք ազդեցություններով պայմանավորված է եղել աճք փակոցին, երբ 2019 թվականին Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը շրջափակում էր դատարանները եւ այդպես էլ որևէ վարույթի հարուցում չտեսանք այդ հարցով, արդյոք ազդեցությունների հետևանք էր, երբ 2020 թվականին տարածքային ինչին զիջումներ եղան, համենայն դեպս ոչ նոյեմբերի 9-ի փաստաթղթի շրջանակում եւ դրա հետևանքով դարձյալ չեղան կոնկրետ վարույթներ, արդյոք ազդեցությունների հետևանք էր, երբ Արմեն Գրիգորյանի շուրջ վարույթ մեկնարկեց, հավատում եք, որ նա իսկապես գյումրեցի լինելով ազգամիջյան թշնամանք է հրահրում եւ նրա կալանավորման անհրաժեշտությունը իսկապես կար, արդյոք նաև Մովսես Հակոբյանի հայտարարությունների հետևանքով չհարուցված քրեական գործներ ազդեցության հետևանք, արդյոք Մամիկոն Ասլանյանի քաղաքական հետապնդումներ, քաղաքական ազդեցության հետևանք եւ այլն, որովհետեւ այս հարցերը այս պահին նաև հանրային ու քաղաքական խոսույթում են, նրանք ճիշտ է գնահատում են այսպես այս պահին ձեր ընդդիմադիր կեցվածքը, ամեն դեպքում սրանք հարցեր են, որոնց պատասխանները ցայսօր չեն հնչել, շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար։ Պարոն Խաչատրյանին էլ, պարոն Խաչատրյան, դուք մանրամասն ներկայացրեցիք շրջափուլը փոփոխությունների, բարեփոխումների, ըստ ձեզ ինչու մինչև 2018 թվականը միջազգային տարբեր դերակատարներ չափազանց խստապահանջ կեցվածք ունեին, այդ թվում արդարադատության համակարգի կառույցներ Հայաստանի Հանրապետության իշխանությունների հանդեպ, բայց 2018 թվականից հետո տեսնում ենք, որ այսպես լռության ուխտ են արել եւ շատ հարցերում չեն ցանկանում անգամ միջամտել աղաղակող հարցերի դեպքում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, խնդրեմ խոսնակներին 3-ից 4 րոպեվա ընթացքում արձագանքել։ Շնորհակալություն հարցերի համար, նախ ըստ էության պատասխանելու համար ձեր թվարկած բոլոր դեպքերը ունեցել են վարույթներ քրեական եւ դրանք արժանացել են բոլոր իրավական գնահատականների։ Բայց ես չեմ ուզի այսօր դրան կենտրոնանամ թեմայից չշեղվելու համար, լավ հարց տվեցիք, դրա առիթով եմ ուզում ասեմ։ Այո, նաև իմ փորձառության, իմ համակարգերի, արդարադատության համակարգի գործունեությունը ներսից տեսնելու տրամաբանության արդյունքում է ձևավորվել այս առաջարկները։ Դա բացարձակապես չի նշանակում, որ կոնկրետ իմ վրա քաղաքական ազդեցություն է եղել։ Ես երբեք չեմ ձգտել անսխալականության, բնականաբար, ինչպես ցանկացած աշխատող մարդ, իսկ այդ աշխատանքը եղել է երբեմն գիշեր-ցերեկ, կարող էին լինել նաև սխալներ, բայց ես վստահաբար մի բան կարող եմ ներկայացնել, որ երբեք չի եղել դեպք, որ ես իմ ներքին համոզմանը հակառակ որոշում կայացնեմ։ Բայց տեսնել համակարգերը ներսից, տեսնել առկա խնդիրները, տեսնել այդ խնդիրների լուծման համար ձեռնարկվելիք անհրաժեշտ միջոցները եւ չխոսել այս մասին, ես կարծել եմ, որ ես դրա իրավունքը չունեմ։ Եվ այն պատկերացումները, այն լուծումները, որ իմ մոտ հասունացել են, ես իմ պարտքն եմ զգացել, որպեսզի սա կիսվեմ մեր հանրության հետ, եւ ես հավատամք ունեմ, որ դրա իրացման արդյունքում մենք մեր երկրում արդարադատության համակարգի բարելավման ուղղությամբ լուրջ քայլ ձեռնարկած կլինենք։ Ես կուզենայի ձեր տված հարցի բանը ավելի մեծացնել։ Այո, արդարադատության համակարգի նկատմամբ էլ կարծեք 18 թվականից հետո այդ խստությունը պակասել ժողովրդավարության, մարդու իրավունքների խախտումների կամ համատարած խախտումների նկատմամբ էլ կարծեք այդ եվրոպական մարմինները մասնավորապես այդ խստապահանջ այդ բաները արդեն չկան, որովհետև ես կարծում եմ, որ խնդիրը քաղաքական է։ Կարող եմ իհարկե պատասխանել հարցին, բայց զուտ այն իմաստով, որ այսօր մեր թեմային չի առնչվում, բայց ակնհայտ է, չէ, խնդիրը քաղաքական է եւ արտաքին քաղաքական ազդեցությունների, ոլորտների, ազդեցությունների փոփոխությունների եւ այլնի հետ է։ Ես հուսով եմ առանձին կարելի է խոսել մի ամբողջ այս թեմայից, թե այո, ինչու մինչև 17 թվականը
մեր հանրահավաքների ժամանակ, երբ որ մեր դեմ իրավունքի խախտման, իրավունքի դեմ ոտնձգություններ լինում, եվրոպական մարմինները անմիջապես արձագանքում են, բայց այդ մի բանը չի լինում 20 թվականին կամ 23 թվականին, երբ որ խախտում է քաղաքացիների ընտրական իրավունքը, հավաքների իրավունքը, կուսակցությունների իրավունքը, այդ նույն մարմինները տարօրինակ կերպով լռում են, դե կամ երկու տարբերակ կա, կամ այդ իմ ասած քաղաքական նպատակահարմարությունն է, կամ իրանց մոտ արժե համակարգային փոփոխություններ ա եղել, կարելի է ուսումնասիրել։